Համալսարանում մեկ փարթին այս տղային զրկեց կյանքի հնարավորությունից։ Դենիելը 18 տարեկան է, ով սովորում է Միսսուրի նահանգի համալսարաններից մեկում։ Ամերիկայում շատ տարածված է, երբ որ համալսարանում տարբեր համայնքներ խմբեր են ձևավորվում, տղաներն իրենց տեն ունենում, աղջիկներն իրենց տեն ունենում եւ նմանատիպ շատ բաներ կան։ Այսպիսի համայնքներում հիմնականում կա մեկ փարթի շատ մեծ, որտեղ սկսում են նորեկներին տանջել, փորձությունների ենթարկել եւ ով որ հաղթահարի կընդունեն իրենց բրաստվա, իրենց տղաների ակումբ, այսպես ասած։ Դենիելը մասնակցում է դրան, որի ժամանակ կարող եք կադրերում տեսնել, աչքերը փակ, նրանք իջնում են աստիճաններով, հետո նա շատ մեծ տարողությամբ օղի է խմում եւ մի քանի ժամ հետո Դենիելը անզգացած ընկնում է բազկաթոռից, դիվանի վրայից, տղաները որոշում են նրան տանեն եւ նետեն աղբամանը։ Որոշ ժամանակ անց հասկանալով եւ որ սխալ են արել կամ վախենալով հետ են գալիս նրան աղբամանից հանում, տանում հիվանդանոց։ Հիվանդանոցում մի քանի շաբաթ կոմայի մեջ գտնվելով տարբեր վիրահատություններ ունենալուց հետո տղան վերջապես վերակենդանանում է, քանի որ սրտի կանգ էր գրանցվել, սակայն անվասայլակին նստած է մնում։ Բանն այն է, որ աղբամանի մեջ գտնվող մի քանի ապակիները տղայի մարմինը վնասել էին, որի պատճառով նա հիմա ոչ կարողանում է շարժվել, ոչ կարողանում է տեսնել։ Նա բազմաթիվ վնասներ է կրել, դատը մինչև հիմա գնում է, մի քանի հոգու են ոչ թե ընդհանուր խմբին, այլ մի քանի հոգու են պատրաստվում ձերբակալել կամ դատարան կանչել, կոմպենսացիայի մասին համարյա թե խոսք չի գնում, իսկ Դենիելը շարունակում է իր առողջության համար պայքարել։ Մեկնաբանություններում գրեք, արդյոք դուք նման խնջույքների կմասնակցեք թե ոչ, կամ ինչպես եք նայում այս խնջույքներին, այս ամեն ինչին։ Նույն ես ինքս շատ վատ։